Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս, թող Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը մեզ հետ լինի։ Թող Հիսուսի շնորհը ծածկի յուրաքանչյուրիս, թող Հիսուսի շնորհը հաղթանակ տանի այնտեղ, որտեղ մենք պարտություն ենք տանում։ Թող Աստծո սերը լցվի մեր սրտերում, բժշկի մեր սրտերը։ Աստծո սիրով սիրենք Աստծուն եւ սիրենք բոլորին մեր շրջապատում, հատկապես նրանց, ում դժվարանում ենք սիրել, ում համարում ենք անարժան սիրելու համար։ Եվ թող Սուրբ Հոգին իր զորությամբ, իր թարմությամբ, իր օծությամբ, կրակով ու քամով այցելի մեզ։ Թող այսօր ճեղքումների օր լինեն։ Աղոթում եմ Հայր Աստծուն, որ մեր հասկացողությունը բացվի մեղքի վերաբերյալ, որ հասկանանք, որ մենք մեր կյանքով լավ թե վատ օրինակ ենք ուրիշների համար, ու եթե մեր գործած մեղքերը օրինակ են եղել ուրիշների համար, որ նրանք էլ խրախուսվեն ու մեղք գործեն, ապա մենք կրկնակի ապաշխարություն անենք Աստծո առաջ։ Խնդրենք, որ Սուրբ Հոգին հիշացնի, ովքեր կարող են այդ մարդիկ լինել, որ գնանք նրանց բացատրենք, Աստծո լույսը բերենք ու ասենք ապաշխարի, որ չարիք չգա քեզ, որ Աստծո ցասումը գլխի չթափվի, այլ որ Աստծո ողորմությանն արժանանաս։ Հիսուսի անունով եմ աղոթում։ Հիմա վերադառնանք Թոմաս Ուոթսոնի ապաշխարության վարդապետությունը գրքի ընթերցանության ու մեկնաբանության շարունակությանը։ Մենք խոսում ենք այն քայլերի մասին, որ տանում է ապաշխարության, եւ ասեցինք, որ նախ եւ առաջ պետք է քննենք ու հասկանանք, թե ինչ է մեղքը, եւ ասեցինք նաեւ, որ մեղքի մեջ շատ չարիք կա, որ մեզ պիտի դրդի ապաշխարության, եւ քննում ենք, թե որոնք են այդ չարիքները։ Երկու օրվա ընթացքում մենք թվարկել ենք 8-ը, որը ես այսօր չեմ կրկնի, բայց ես շարունակեմ 9-րդ չարիքից, որ կա մեղքի մեջ ու մեզ պետք է բերի ապաշխարության։ Մեղքը վնաս է հասցնում։ Ամեն մեղքի մեջ անսահման կորուստ կա։ Եթե սնվես մեղքով, մեղքի արոտից, երբեք չես ծաղկի ու չես բարգավաճի։ Գուցե հարստություն ձեռք բերես, բայց դա չլինի Աստծուց։ Հիշեք, սատանան էլ է տալիս։ Բայց նա տալիս է, որպեսզի քեզ իր թակարդը գցի վերջում քեզ կործանելու համար։ Բայց եթե դու մեղքով սնվես, Աստծո օրհնությունը քեզ վրա չի լինի։ Ինչ է մարդը կորցնում մեղքի պատճառով։ Մարդը նախ կորցնում է Աստծուն։ Ամենամեծ կորուստը, որ կարող է ունենալ մարդը։ Մարդը կորցնում է իր խաղաղությունը։ Մարդը կորցնում է իր հոգին, որտեղ նրա հոգին դառնում է սատանայի գերին։ Աստված է ստեղծել մեր հոգին։ Հեղինակն ասում է, մեր հոգին աստվածային կայծ է կարծես, որը վառվել է դրախտից։ Մարդու հոգին արարչագործության փառքն է։ Մատթեոս 16:26 խոսքում ասվում է. մարդուն ինչ օգուտ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի, կամ մարդն ինչ փրկագին կտա։ Մարդու կյանքը իր հոգու մեջ է, սա Հիսուսի խոսքերն են, ինչ օգուտ քեզ, հարուստ լինես, ամենալավ կրթությունը ունենաս, բայց հոգիդ կորցնես, հավիտենական կյանքդ կորցնես։ Ու ասում է, մտածի, ինչ փրկագին կտաս, որ այդպես չլինի։ Բայց ճշմարտությունը նա է, դու փրկագին չես կարող տալ, Հիսուսն արդեն եղել է քո փրկագինը։ Դու միայն կարիք ունես Հիսուսին ընդունելու, դարձի գալու, հավատալու եւ ապաշխարելու։ Եթե մարդու հոգին չկա, ուրեմն մարդու գանձը չկա, մարդու կյանքը չկա։ Ու հետևաբար հասկանում ենք, որ մեղքի անսահման կորուստ կա, որովհետև կորցնելով մեր հոգին, կորցնում ենք գանձը, կորցնում ենք Աստծուն, կորցնում ենք հավիտենական կյանքը։
Մեղքը սարսափելի վատ առևտրական է։ Եթե մեղքից գեթ մի բան գնես, դու կործանում գնաց կլինես։ Իսկ ինչը կարող է հակազդել այս կորստին։ Ես արդեն ասեցի, ընդունել Հիսուս Քրիստոսին, հավատալ նրան, ապաշխարել, խոստովանել մեղքերը, պատերազմել մեղքի դեմ ու դառնալ մեղավոր ճանապարհից։ 10-րդ. Մեղքը ծանրություն է, բեռ է մարդու համար։ Սաղմոս 38-ի 4-րդ խոսքում ասվում է, որովհետև իմ անօրենությունները գլխիցս վեր բարձացրան, մեծ ու ծանր բեռ են դարձել ինձ վրա։ Մեղավոր մարդը քայլում է կյանքով այս մեղքի բեռը իր ուսերին կրելով և մեղքի կապանքները իր վրա։ Տարօրինակ կարող է հնչել, բայց մեղքի բեռը ավելի ծանր է ու ավելի կործանարար, երբ չես զգում դրա ծանրությունը։ Չես զգում, որովհետև այդ թմիրի, նիրհի մեջ ես, որովհետև հոգևորապես կույր ես։ Մեղքը բեռ է ու կործանում, որտեղ էլ որ գա, ինչ կերպով էլ որ գա, որքան էլ որ սատանան գեղեցիկ ու հաճելի այն ներկայացնի։ Մեր մեղքերը արձակում են Աստծո ձեռքը մեզ ճզմելու համար։ Ամովս 2-րդ գլխի 13-ից 16-ում կարդում ենք. Սա Աստծո խոսքերն են մարգարեի բերանով։ Ահա ես ձեզ պիտի ճզմեմ, ինչպես որ ճզմում է խրձերով լի սայլը, և ամենաարագաշարժն անգամ չի կարող փախչել, և զորավորին չի արիացնի նրա ուժը, և հզորը չի ազատի իր անձը։ Աղեղ բռնողը չի կանգնի, և վազորդը իրեն չի ազատի, և ձի հեծածը չի փրկվի։ Եվ հզորների մեջ քաջասիրտը պիտի թողնի զենքերը և փախչի այդ օրը, ասում է Տերը։ Այսինքն Աստծո ցասումից ոչ մեկ չի կարող ազատվել, բացի նրանցից, ովքեր կընդունեն Հիսուս Քրիստոսին հավատքով, Աստծո շնորհը կընդունեն և կապաշխարեն ու դարձի կգան։ Դրա համար Աստված տվեց մեզ իր Սուրբ Որդուն, Հիսուս Քրիստոսին։ Դրա համար Աստված մեր մեղքերը դրեց Հիսուսի վրա ու տվեց մեզ փրկության ճանապարհ, որպեսզի մեր մեղքերի համար մեզ այսպես չճզմի ինքը։ Մեղքը նաև ծանրացնում է, բեռնավորում է մարդու հոգին։ Ինչպիսի հոգու տվայտանք ու ծանրություն կար Հուդա Իսկարիովտացի հոգում։ Հուդայի խիղճն այնքան ծանրացավ, նա այնքան բեռնավորված էր, որ նա ինքնասպան եղավ, ինքն իրեն կախեց ծառից, իր խիղճը հանդարտեցնելու համար, փոխանակ գնար Քրիստոսի ոտքերի մոտ ապաշխարելու։ Եթե նա ապաշխարեր, նա կարիք չէր ունենա ինքնասպան լինելու։ Պետրոսն էլ ուրացավ Քրիստոսին, բայց Պետրոսը ապաշխարեց, գնաց Քրիստոսի մոտ, չփախավ Քրիստոսից։ Դրա համար այդ բեռը մեղքի Պետրոսի ուսից վերցվեց, և նա ապրեց, ու ոչ միայն ապրեց, այլ Աստծո գործը կատարեց մինչև իր կյանքի վերջ։ Եվ վերջում էլ պատիվ ունեցավ Քրիստոսի պես խաչվելու, ու հլը այնքան էր զորացել, որ ասեց ինձ գլխի վայր խաչեք, ես արժանի չեմ իմ Տիրոջ պես խաչվելու։ Նրանք, ովքեր գիտեն, թե ինչ է մեղքը ու ինչ չարիք ու կործանում կա մեղքի մեջ, այդ մարդիկ կապաշխարեն իրենց մեղքերի համար ու կազատվեն այդ բեռից։ 11-րդ. Մեղքը պարտք է։ Մեղքը համեմատվում է 10,000 քանքարի պարտքի հետ Աստվածաշնչում։ Այս 10,000 քանքարը գումարային բանով չես կարող ներկայացնել, որտեղ նա իրենից ներկայացնում է անհավանական չափերի մեծ պարտք, անհաշվելի պարտք, որ հնարավոր չէ վճարել։
Սրա մասին խոսվում է Մատթեոս ավետարանի 18-րդ գլխի 24 խոսքում։ Մեր ունեցած բոլոր պարտքերից ամենածանր պարտքը, որ ունենք, դրանք մեր մեղքերն են Աստծո առաջ, որոնց համար մենք ոչ մի կերպ չենք կարող վճարել, բացի Հիսուսին ընդունելուց ու ապաշխարելուց, կամ էլ մեր կործանմամբ։ Այլ պարտքերի դեպքում մեղավորը կարող է փախչել երկրից, թաքնվել, բայց մեղքից չես կարող փախնել ու Աստծուց չես կարող թաքնվել։ Քիչ առաջ մենք այդ մասին կարդացինք, որ ասում էր ձիավորն էլ չի կարա փախնի, զորավորն էլ կթուլանա, չես կարող Աստծուց փախնել։ Սաղմոս 139:7-ում կարդում ենք. Ուր գնամ քո հոգուց եւ քո ներկայությունից ուր փախչեմ։ Եթե վեր ելնեմ երկինք, դու այնտեղ ես։ Եթե պառկեմ դժոխքի մեջ, դու այնտեղ ես։ Եթե արշալույսի թևեր առնեմ ու բնակվեմ ծովի վերջին ծայրերին, այնտեղ էլ քո ձեռքն է առաջնորդելու ինձ եւ քո աչքն է բռնելու ինձ։ Աստծուց փախնելու տեղ չկա։ Ու մեղքի գինը անպատճառ պիտի վճարվի, կամ դու անձամբ պիտի վճարես քո իսկ կյանքով, ի նկատի ունեմ քո հավիտենական կյանքը կորցնելով եւ դժոխքում հայտնվելով, կամ էլ ընդունելով Հիսուսի զոհողությունը, հավատալով Աստծո շնորհով ընդունելով փրկությունը, Քրիստոսի արյունով վճարված մեղքիդ գինը ընդունելով, Քրիստոսի փրկագնումը մեղքից քո ընդունելով եւ ապաշխարելով։ Սա այն երկու ընտրությունը, որ կա։ Աստված գիտի, թե որտեղ գտնի իր բոլոր պարտապաններին։ Եվ նա գիտի քո պարտքի չափը եւս, պարտք, որը դու չես կարող վճարել։ Մահը մարդուն ազատում է այլ պարտքերից, բայց մահը չի ազատում մարդուն մեղքի պարտքից։ Դա հավիտենական պարտք է։ Աստված ուզում է, որ քո մեղքի պարտքը մարվի ոչ թե քո մահով, այլ Հիսուս Քրիստոսի մահով։ Ոչ թե պարտքի գինը քո արյունով վճարես, այլ Քրիստոսի արյունը, որ արդեն վճարել է։ 12. Մեղքի մեջ խաբեություն կա։ Եբրայեցիների 3 գլխի 13 խոսքում ասվում է. այլ ամեն օր միմյանց հորդորեք, քանի որ այսօրը դեռ կա, որպեսզի ձեզանից ոչ ոք մեղքի խաբեությամբ չկարծրանա։ Այսինքն մեղքը խաբում է մեզ։ Առակներ 11-ի 18 խոսքում էլ ասվում է. անիրավ մարդը ոչինչ չի վաստակում, իսկ արդարություն սերմանողը ճշմարիտ վարձ կունենա։ Մեղքը ոչ այլ ինչ է, քան խաբեբա։ Մինչ մեղքը ձևացնում է, թե մեզ հաճույք է պատճառում, թե մեր լավն է ցանկանում, մեղքը մեզ խաբում է։ Մեղքն անում է այնպես, ինչպես Հայելը վարվեց Սիսարայի հանդեպ։ Սկզբում Հայելը բերեց կաթն ու կարագը իշխանների ամանով Սիսարայի մոտ, իսկ հետո ցիցը խրեց Սիսարայի գլուխը, այնպես որ նա տեղում մահացավ։ Սա նկարագրված է Դատավորներ 5-րդ գլխի 26-ում։ Սրանից հասկանում ենք, որ նախ մեղքը հրապուրում է մեզ, հաճոյանում մեզ, իսկ հետո սպանում։ Նա անխնա է մեղքը, անողորմ է քո հանդեպ, ու նա չի փոխվում, նրա բնույթը չի փոխվում։ Դու չես կարող մտածել բամբասանքի մեղքը նույն դաժանությամբ իմ հետ չի վարվի, ինչ որ շնության կամ մարդասպանության մեղքը սխալվում ես։ Չկա ուրիշ ելք մեղքի հետ գործ ունենալիս, արդյունքը միշտ կործանումն է, ավերվածությունն է։ Մեղքը սկզբում աղվեսի պես խորամանկ է մեր հանդեպ, իսկ երբ ընկնում ենք մեղքի մեջ, մեղքը առյուծի պես հոշոտում է մեզ։ Հայտնության գրքի մեջ նշված մորեխները, որ գալիք դատաստանի մասն են կազմում, դրանք նաև մեզ համար հիմա կատարյալ կերպով նկարագրում են, թե մեղքը ինչ է անում մեզ հետ։ Եկեք կարդանք Հայտնության գրքի 9-րդ գլխի 7-ից 8 եւ 10-րդ
խոսքերը։ Եվ մորեխները նման էին պատերազմի պատրաստ ձիերի, իսկ նրանց ատամները առյուծի ատամների նման էին։ Ունեին զրահներ նման երկաթե զրահների և ունեին պոչեր ինչպես կարիճները ու նրանց պոչերին խայթոցներ կային։ Այսինքն մեղքը պատերազմում է քո դեմ, ուրեմն դու ոչ մի այլ կերպ նրա դեմ չես կարող պայքարել, բացի եթե դու էլ նրա դեմ չպատերազմես։ Տեսնում ենք, որ մեղքը մինչև ատամները զինված է պատերազմելու համար։ Նա զինված է ամեն տեսակ հաճոյախոսությամբ, ստերով, որ քեզ ներքաշի, բայց նա պատերազմում է քո դեմ, որպեսզի քեզ կործանի ու խաբելով է դա անում, հաճույք ականջիդ շշնջալով է անում։ Եվ նաև տեսնում ենք, որ ինչպես կարիճի խայթոցն է մարդուն սպանում, այնպես էլ մեղքը։ Նա հաճույքի թույնն է լցնում քո մեջ, որ գնաս մտածես հաճույք է ստանալու, կայֆ է ստանալու, բայց քեզ տանելու է վերջում կործանման։ Մեղքը մեղավորին կերակրում է սքանչելի բաներով, այնուհետև ստիպում է նրան գրավ դնել իր հոգին։ Հուդան շատ գոհ էր իրանից, երբ 30 արծաթ ստացավ փարիսեցիներից, կրոնավորներից Հիսուսին մատնելու համար, բայց այդ 30 արծաթը դարձավ իր հոգին խլող հարստությունը։ Այդ 30 արծաթով Հուդան իր հոգին վաճառեց սատանային։ 30 արծաթով Հուդան մտածում էր ինչ-որ բարիք է անում, բայց իրականում իր տեղը գնեց դժոխքում։ 13-րդ Մեղքը հոգևոր հիվանդություն է։ Մեկը հիվանդ է հպարտությամբ։ Չնայած ես կասեի, բոլորս ենք հիվանդ հպարտությամբ, մեծամտությամբ, գոնե որոշ ժամանակ, մինչև որ ապաշխարում ենք այդ ամենից, մինչև որ պատերազմում ենք դրանց դեմ։ Ոմանք հիվանդ են ցանկասիրությամբ, կրքերով, մյուսները չարախոսությամբ, բամբասանքով, մյուսները շնությամբ, մյուսները խաղամոլությամբ, մյուսները մարդասպանությամբ ու բռնությամբ, մյուսները ստասանությամբ, և շատ-շատերը բոլորն իրար հետ կարող է լինել, կամ մի քանիսը իրար հետ։ Ամեն մեկիս հետ եղել է, երբ հիվանդ ես, մեր բերանի համը փոխվում է ու դառնանում է, ու ամենահամով բանն անգամ, որ ուտում ես, տհաճ ու դառն է մեզ թվում, ջուրը խմում ես, ջուրը դառնում է դառը, եղու։ Այդպես էլ մեղավորներիս մոտ է, մեր քիմքը խառնվել է, մեր քիմքը փչացել է, մեր քիմքը իր օրիգինալ դիզայնից դուրս է եկել։ Եվ դրա համար մեղավոր մարդու համար Աստծո խոսքը, Աստծո ճանապարհները, Աստծո կամքը հաճելի չեն, ավելին ասեմ, զզվելի են նրանց համար, հոգնեցուցիչ, ձանձրալի։ Եսայի 5-րդ գլխի 20-21-ում ասվում է. «Վայ նրանց, որոնք չարին ասում են բարի և բարուն չար, որոնք խավարի լույսի տեղ են դնում և լույսը խավարի, որոնք դառը դնում են քաղցրի տեղ և քաղցրը դառի»։ Եվ այստեղ ոչ միայն մեր քիմքն է խառնվել, այլ մենք տեսնում ենք, որ մեր հասկացողությունը, չարը բարի ենք ասում, բարին չար ենք ասում, մեր սիրտն է փոխվել, քաղցրը լավ բանը չար ենք ասում, ամեն ինչ խառնվում է մեր մեջ մեղքի պատճառով։ Օ նրանք, որ իմաստուն են իրենց աչքին և խելոք ըստ իրենց, այո, և բոլոր մարդիկ կարծում են իրենք իմաստուն են, իսկ Աստծո իմաստությունը մերժում են, և Աստվածաշունչն ասում է, և այդպես դառնում են հիմարներ, ունայններ, դատարկաբաններ։ Եվ եթե մեղքը հիվանդություն է, այն չպետք է փայփայել, այլ պետք է ապաշխարությամբ բուժել, Քրիստոսի արյունով լվացվել։ Աստվածաշունչն ասում է, Աստծո խոսքը մեղրամոմից էլ քաղցր է։
Բայց մեղավոր մարդը այն դառն է համարում մեղքի պատճառով։ Աստծո կամքը բարի է, բայց մեղավոր մարդը Աստծո կամքը չարն է համարում մեղքի պատճառով։ Աստծո ճանապարհները մեզ դեպի փրկություն են տանում, բայց մենք կարծում ենք, որ Աստծո ճանապարհները մեզ սահմանափակում են, գողանում մեր հաճույքները, ու այս ամենը մեղքի պատճառով ենք այդպես սխալվում, որովհետև եւ մեր սիրտը, եւ մեր միտքը, եւ մեր քիմքը ամեն բան մեղքի պատճառով շեղվել։ Թող որ այս ամենը տա հասկացողություն, թե որքան հրատապ է ու կարևոր է ապաշխարելը, որքան վտանգավոր է անհավատ ապրելը, Հիսուսին չընդունելը, Աստծո շնորհը մերժելը եւ չապաշխարելը։ Մի եղեք հիմարներ, մի եղեք ձեր հավիտենականության հետ եւ այսօրվա ձեր կյանքի հետ ռուսական ռուլետ խաղացողներ։ Մի ընտրեք պարտությունը, մի ընտրեք կործանումը, մի ընտրեք չարիքը, դժողքը, անեծքը, Աստծո ցասումը, ընտրեք Աստծո ողորմությունը, ընտրեք ապաշխարությունը, ընտրեք բժշկությունն ու փրկությունը։ Ոչ թե բառերով, այլ ձեր սրտով, թող ձեր սիրտը կոտրվի, թող ձեր ծնկերը ծալվեն Աստծո առաջ, Աստծո փրկությունը անձամբ աղերսելու։ Ոչ թե ապրեք, որ ձեր ընտանիքից որևէ մեկը ձեր համար աղոթում է, այլ ապրեք ու հաղթանակեք, որովհետև դուք ինքներդ եք աղոթում։ Ոչ թե ակնկալեք, որ կբժշկվեք, որ ինչ-որ մեկը ձեզ համար կաղոթի, այլ որ դուք կկանգնեք ու Աստծուց ներում ու ողորմություն կխնդրեք, կանեք այն ամենը, ինչ Աստված ասում է, ինչպես ներելը, եւ կստանաք ձեր բաժին բժշկությունը։ Այսքան այսօր։ Ամեն։